Taxi service-ի աշխատանք վարորդներ բազմաթիվ գործոններ ունեին ու եկել են դրկել էին անձրև, բայց երեք առաջ որ նորից կառավարություն էին նորից բաներին փաստաթղթերի ինֆորմացիոն ու աղբաղը նրանք Yandex-ի գրասենյակի մոտ են ակցիա իրականացնելու ու սպառնում են կամ զգուշացնում են, որ հաջորդի եթե խնդիրները չլուծվեն նրանք բողոքի ակցիաներ իրականացնելու, նաև Մայր Հայաստան բացառ հավաքական անդամներից պետքորդը Մեսրոպն է միջամտել իրենց խնդիրները առաջ տանում, այս իմաստով ինչ ունեք պարոն Պողոսյան, մարդու չի տվել, որ հետո նորից տաքսիստները եկել են։ Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից եւ նրանց հետ քննարկել ենք իրենց կողմից բարձրացրած բոլոր հարցերը, որոնց շատ մի փոքր մասն է վերաբերում կառավարությանը, մյուս մասը վերաբերում է Yandex պլատֆորմին կամ այլ պլատֆորմների եւ ինչպես մեր բոլոր քաղաքացիները, այդպես էլ այս մեր քաղաքացիները մեր համար կարեւոր են եւ մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ, ինչ վերաբերում է եւ էլի քննարկումներ ու հանդիպումներ ենք ունենալու, մյուս շաբաթ նորից հանդիպելու ենք, որոշ հարցեր արդեն գիտենք ինչպես ենք լուծելու, օրինակ կենսաթոշակային հարցերը, մյուս հարցերը։ Իմ համար տարօրինակ այստեղ որոշ ակտիվիստների կամ քաղաքական գործիչ ներկայացող ակտիվիստների միջամտություն է, այս գործընթացին, որ նախ սուտ տեղեկություններ տարածելով, երկրորդն էլ այդ մարդկանց ըստ էության նյարդերի կամ զգացմունքների վրա խաղալով ինչ որ փորձում է քաղաքական դիվիդենդներ քաղել, չեմ կարծում, որ այստեղ որևէ բան կա, որ նախ հնարավոր չի քննարկել եւ չլուծել, եւ երկրորդը պետք է օբյեկտիվ նայել այդ ամեն ինչին, բոլոր այդ բարձրացած հարցերը նայել իրականության մեջ։ Մենք իրականության մեջ նայել ենք, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաեւ կա համադրելի հարց, օրինակ մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, այդ վճարած հարկերը հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար ու գործընթացը կշարունակենք, իդեպ շատ բաներ արդեն փոխված են եղել մինչև մեր այդ հանդիպումը եւ այն ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք, պետությունն էլ իր կողմից այդ առողջության ապահովագրության հարցերը, որոնք որ ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում կենսաթոշակային հարցերը, որոնք էլի ուրիշ են ինքնազբաղվածների դեպքում կփորձի լուծել։ Yandex-ի հետ ունեցած խնդիրները պետությունը Yandex-ի հետ որպես խոշոր ըստ էության ներկայացուցիչ, ՏՏ ոլորտի հարաբերվում է, այնպես չի որ չի հարաբերվում եւ մեր գործընկերները աշխատում են նրանց հետ, հիմնականում մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը եւ նրանց հետ էլ քննարկումներ իհարկե կլինեն, նրանք են շահագրգռված հարցերը լուծելու մեջ։ Yandex-ին նորից վերադառնալ մի հարցի նրանք նաև առաջադարձ մասն ապահովության մասին եւ այլ նաև կենսաթոշակների նրանք ասում են որ պետական եկամուտը են ճալում եւ турք բայց նաև շատ հակառակություններ կան, որ մյուս աշխատողները 20% իհարկե եւ որքան մարդիկ մեկից 20% Ես դրա համար եմ ասում, այստեղ ազնվության ու ոչ ազնվության հարց, ազնվություն բառը երևի տեղին չի, ավելի շատ համաչափություն հարց կա, որտեվ 5% կանխիկից եւ եթե չեմ սխալվում 4.5% անկանխիկից է վճարվում այդ турքը, որը որևէ կերպ համադրելի չէ սովորական վարձու աշխատողի վճարած турքեր եւ ես մոտ 2 ժամ մեր հարգելի տաքսի վարորդների հետ խոսել եմ մանրամասն օրենքներով, մեր քաղաքացիները ոչ միայն 20% հարկ են վճարում, այլև վճարում են 5% կൂട്ടակային կենսաթոշակ եւ վճարում են նաեւ առանձին ապահովագրության համար 10800 դրամ վճար եւ պետք է նայել այդ համեմատության մեջ, իհարկե լուծումներ կարող են լինել, բայց դա պետք է լինի համակարգային եւ ինքնազբաղվածների համար լուծումների շրջանակներ, որտեղ մենք էլի ունենք ինքնազբաղված քաղաքացիներ, օրինակ գյուղացիական տնտեսություններում զբաղված մեր քաղաքացիները, որոնք ապահովագրության համակարգ, եթե չեմ սխալվում, մտնելու են 2028 թվականի հունվարից եւ մինչեւ այդ լուծումները պետք է տրվեն, թե ինչպես է դա տեղի ունենալու։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար